Տեսեք, մեր անկախության հռչակագրում հատուկ կետ կա, որտեղ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին, այդ թվում նաեւ Թուրքիայի կողմից։ Եվ տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ վարվել է եւ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը մեր արտաքին քաղաքականության կարևոր օրակարգային խնդիրներից է։ Իհարկե դա մի քանի տարի կար 90-ական թվականների երկրորդ կեսերին, որ կարծես թե այդ խնդիրը այսպես կարևոր չէր, բայց 2000-ականներից սկսած էլի այդ խնդիրը կարևոր օրակարգային դառավ։ Տեսեք, իմ ընկալմամբ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունը դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը ենթակա է տարբեր տեսակի աշխարհաքաղաքական, այսպես եթե ընդհանրացնող ասենք, ճնշումների։ Մենք հիմա հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը երբ իր առջև կանգնած է էգզիստենցիալ գոյաբանական խնդիր պահպանելու պետականությունը, չի կարող նույն այսպես ինտենսիվությամբ այդ խնդիրը պահել իր արտաքին քաղաքականության այսպես ամենակարևոր խնդիրների շարքում։ Հիմա մենք ուրիշ կարևոր խնդիրներ ենք լուծում, ուժեղանալ, բանակը վերականգնել, զենքը մեր զինանոցը համալրել, դաշնակիցների հետ մեր հարաբերությունները կարգավորել եւ այլն։ Եվ այս առումով ես համոզված եմ, որ պետք է մեր մոտեցումը լինի հետեւյալը։ Այո, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը պետք է մնա եւ ես համոզված եմ, որ կմնա մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկը, բայց այս պայմաններում դա դարձնել ամենակարևոր խնդիրներից մեկը ուղղակի իմաստ չունի, որովհետև հիմա եկեք պարզ խոսենք, մեր երկրի հեղինակությունը պարտությունից հետո թուլացել է աշխարհում, եթե դու պարտված երկիր ես, քեզ հետ այլ ձև են վերաբերվում, եւ նմանատիպ խնդիր բարձրացնելը պետական մակարդակով չի ընկալվի։ Կասեն, բա դուք պարտված եք, դուք հլա մի հատ այս ձեր խնդիրները լուծեք, կապված ձեր միջավայրի հետ, որ ամեն օր կրակում են ձեզ վրա եւ այլն, հասկանում եք, չի ընկալվի դա։ Դրա համար պետք է այդ խնդիրը պահել օրակարգում, բայց այս պահին ես կարծում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը ավելի այսպես ակտիվ պետք է իրականացնեն մեր սփյուռքի կազմակերպությունները եւ հայ դատի գրասենյակները, որ 30-ից ավելի երկրներում կան եւ այլ կազմակերպությունները, բայց հայտարարել էր, որ այդ խնդիրը գոյություն չունի, եսի նկատի ունեմ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը գոյություն չունի մեր արտաքին քաղաքականության օրակարգում, դա սխալ է եւ կոպիտ սխալ է, ինչու, որովհետեւ այդպիսով մեր պետության մի կողմ թողնենք պատմական արդարությունը եւ այլն, մեր պարտքը մեր զոհերի նկատմամբ, այդպիսով մենք մեր պետության հեղինակության հետ ենք խաղում, հասկանում եք, որ այդպիսի խնդիրը մենք դարձնում ենք այսպես այսօրվա քաղաքականության ինչ որ մի զոհ, պետք է դա պահել շատ հստակ, պետք է հայտարարել, որ դա մնում է մեր արտաքին քաղաքականության զինանոցում, բայց չհայտարարել, որ մենք այդ խնդիրը չենք հետապնդում, դա չի կարելի անել, ես այդպես եմ կարծում։